Դեռևս ամիսներ առաջ մինչև մեր ձևով շարժման քաղաքական գործընթաց սկսելը հեծը էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու մասին հայցով դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ մերժում ստացել։ Այսօր եւս մեկ անգամ դիմել են նույն հայցով։ Իսկ ինչպես են գնահատում իշխանությունների նման վարքագիծը եւ առհասարակ հոսանքի գնի վերաբերյալ իրավիճակը քաղաքացիները, առաջարկում ենք լսել Արմատ մեդիայի հարցախույզում։ Կառավարությունը մերժում է, կառավարությունը ամեն ինչն է մերժում, եթե դուք նկատել եք։ Շատ թանկ է։ Մանավանդ թոշակառուների համար, իմ համար, ամուսնուս համար թոշակառու ենք, շատ թանկ է։ Շատ վատ է դրությունը, շատ վատ են ապրում ժողովուրդը, չի կարելի սենց։ Դե թանկ է, թոշակառում արդեն 35,000 եմ ստանում։ Ոնց դժգոհ չլինի։ Իմ թոշակս 44300 դրամ, ահա։ Այդ դեղարն ենք, սնունդ առնենք, հոսանք մուծենք։ Կարողանում եք կոմունալները վճարեն։ Եվ վճարում եք, ինչ պետք է ադեք, չվճարեք։ Կբրնենք անջատենք։ Կանջատենք։ Կամ պետք է չմահռեմ որտեղ նստեմ, կամ հատ չուտեմ, ուրեմն վճարեմ այդ։ Երկուսից մեկը։ Անջատումները հաճախացել են եւ այդ անջատումների ընթացքում ինձ թվում է ինչ որ մախինացիաներ են անում։ Բավականին ուռչեցված գներ են, համապատասխան սպասարկման որակին շատ էր ուռչեցված գները։ Հույս ունեմ, որ կնվազեցվի։ Ամար չթանկացնեն, այս ձևով էլ մնա էլի գոհենք։ Որովհետև ոնց նայում ենք ամեն ինչը աստիճանաբար տոկոսային հարաբերություն բարձրանում է։ Բայց ոչ աշխատավարձն է բարձրանում, ոչ մարդկանց թոշակներն է բարձրանում։ Ես կարող եմ վճարեմ, բայց ընդհանուր ժողովրդի համար մի քիչ բարձր է։ Այսօր առանց լույսի դու առանց հոսանքի ոչինչ չես կարող անես։ Ինչից օգտվես։ Ոչ հեռուստատեսություն, սկի հեռախոսը չես կարող լիցքավորես։ Իրանք շատ լավ գիտեն, մարդկանց հոգեբանությունն էլ սոված կմնաս, բայց դիտանես վճարես, որպեսզի օգտվես։